Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր ծրագրում կարող եք դիտել։ Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ պարանոցի կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել երևանցի 38-ամյա մի տղամարդ։ Հետախուզման մեջ գտնվող մարդն ինքն իրեն է զրկում բոլոր իրավունքներից, ապրում անվերջ կաշկանդված, ինքնամեկուսացմանը հետևում են վախերը, վախ ամեն մի համազգեստից, վախ ամեն մեքենայի արգելակումից, վախ հեռախոսի ու դռնազանգերից, վախ սեփական ստվերից։ Հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվ, Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ստորաբաժանման բարեփոխման ուղղությամբ կատարած նրա ծավալուն ու հիմնարար աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց ծառայության համար։ Ներկայացնելով ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծումը հրատապ է բարեփոխումների ընթացքը շարունակելու, ստորաբաժանումն արդիականացնելու, ժամանակակից ճանապարհային ոստիկանի կերպարի ձևավորման համատեքստում։ Ես ուզում եմ գայիշնիկ հասկացությունը ընդմիշտ մոռացվի մեր հասարակության մեջ։ Դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է ազնիվ լինել։ Դրա համար ինչ է պետք է անել։ Դրա համար պետք է կրթվել, դաստիարակվել։ Դրա համար պետք է անել այն ինչ որ դուք չէիք ցանկանա որ անային ձեր նկատմամբ։ Ես ուզում եմ, որ դուք ձեր իսկ հոգսից ելնելով քաղաքացիների հոգսը հասկանաք։ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնց իրականացումն անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության գործունեությունը ժամանակի պահանջին համապատասխանեցնելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ճանապարհային ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանման կազմավորմանը, ճանապարհային ոստիկանի աշխատանքի ողջ ընթացքի տեսաձայնագրմանը, ճանապարհային ոստիկան վարորդ ուղղակի շփումների առավելագույն նվազեցմանը եւ այլ ձեռնարկների, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Շուտով, շատ շուտով ճանապարհային ոստիկանությունը կունենա նոր ստորաբաժանում, որը կկառուցվի եղածների հիմքի վրա, չի թողի այլ ոստիկաններին, ճանապարհային ոստիկաններին շփվելու բոլոր թիկնազորով մանեկողներին, բոլոր զորբավարորդներին, բոլոր չափերն անցած պապաների եւ այլնների զավակներին, կեղծ համարանիշներով մանեկողներին, արտասահմանյան համարանիշներով մանեկողներին, արգելված ձայնազդանշանային սարքեր դնողներին։ Այդ խումբը դնելու շատ խիստ ստորաբաժանում այլանդակ երթևեկողների եւ իրենց անպատժելի համարողների խնդիրը մենք պետք է լուծենք ոչ թե ընդհանուր ուժելով, այլ առանձնացված ստորաբաժանումով։ Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ արմատական բարեփոխում կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ այդ ամենի հիմքում լինի ճանապարհային ոստիկանի ներքին վերափոխումը, սեփական աշխատանքի հանդեպ վերաբերմունքի սկզբունքային փոփոխությունը։ Մենք մեր մարտավարությունը ցույց տվեցինք այս օրերի ընթացքում։ Երբ ագրեսիա կար հասարակության մեջ, մենք ցուցադրում ենք մեր ուժը։ Ուժի ցուցադրումով բացառելով վերջինիս կիրառումը։ Երբ ագրեսիա էր, անկառավարելիության եւ ամբողջավարության շտրիխներ ենք տեսնում, կանխարգելիչ պատեր ենք շարում զսպելու, իմի բերելու, հասկացնելու համար։ Երբ իմի էին գալիս, զսպում էին, հասկանում էին, մենք շարքերը քչացնում ենք եւ թեթևացնում ենք։ Այն մարտավարությունը, որ մենք օգտագործում ենք այս միջոցառման ժամանակ, սա պետք է լինի մեր աշխատանքի ոճը։ Այսինքն ճանապարհային ոստիկանությունը, երբ ցույց տա իր անկաշառելիությունը, երբ ցույց տա իր մասնագիտական ունակությունները, երբ ցույց տա իր մարդկային որակները, հաստատ իմացեք նման որակով մարդկանց դեմ չեն ամբոստանում, որովհետև մարդը մարդուն միշտ տեսնում է։
Հանդիպան ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Վերջին շրջանում ընդհանրապես խիստ ծանրաբեռնված է ոստիկանության աշխատանքը, բայց բոլոր ծառայություններն ու բոլոր տարածքային ստորաբաժանումները շարունակում են բարեխղճորեն ու հետևողական իրականացնել իրենց գործառույթները, բացահայտել հանցագործությունները, իսկ Կոտայքի ոստիկաններին հատկապես ծանրաբեռնված աշխատանք էր սպասվում հունիսի 27-ին։ Հունիսի 27-ին ժամը 10:15-ին Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ պարանոցի կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել երևանցի 38-ամյա մի տղամարդ։ Ահազանգը ստանալուն պես Կոտայքի ոստիկանները շտապեցին հիվանդանոց։ Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքներն արագ պարզելու համար։ Տեղում պարզվեց, որ մարմնական վնասված ստացողը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Արտյոմ Կոսարյանը, որը մարմնական վնասվածքը ստացել էր ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով, այսինքն Առինջ գյուղում գործող իր աշխատասենյակում վերջինս դանակով կտրել էր իր պարանոցը, փորձելով ինքնասպան լինել։ Ձեռնարկված օպերատիվ գործողություններին զուգահեռ շուտով մի խիստ ուշագրավ հանգամանք պարզվեց, որը դեպքերի զարգացման հետագա ընթացքը միանգամայն այլ ուղղությամբ տարավ, Կոտայքի ոստիկաններին կանգնեցնելով բավական բարդ հանգույցի առաջ։ Նախնական բուժզնման արդյունքում պարզվեց, որ Արտյոմ Մակարյանի պարանոցի հատվածին կտրած ծակած վերքից բացի կրծքավանդակի հատվածում ևս առկա էր կտրած ծակած վերք, որի վերաբերյալ ոչ ոք տեղեկություն չուներ։ Վերոհիշյալ փաստն ավելի էր խճճում առկա իրավիճակը, չնայած դեպքը մոտ 1.5 ժամ առաջ էր տեղի ունեցել, բայց Կոսարյանի աշխատավայրում դեպքի պահին եղածներից ոչ ոք որևէ կերպ չէր կարողանում մտաբերել նրա կրծքավանդակի հատվածում վնասվածք ստանալու պահը։ Դեպքի իրական հանգամանքները հնարավորինս արագ բացահայտելու համար գործին ներգրավեց Կոտայքի բաժնի կարելի ասել ողջ անձնակազմը, ավելի ընդարձակվեց օպերատիվ գործողությունների աշխարհագրությունը, անհրաժեշտ էր ժամ առաջ պարզել տուժողի, մինչ աշխատավայր հասնելը հնարավոր շարժը, այցելած տեղերը, մարդկանց հետ հանդիպումներն ու շփումները։ Ցանկալի արդյունքը երկար սպասել չտվեց, քրեական հետախույզներին հաջողվեց կարճ ժամանակում արժանահավատ տեղեկություններ ստանալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտյոմ Կոսարյանը գնացել է Ջրվեժ գյուղում գտնվող իր ընկերուհու տուն, որի հետ վիճաբանություն է ունեցել եւ այդ ընթացքում դանակով մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս, որից հետո վերադարձել է իր աշխատավայր եւ այդտեղ փորձել ինքնասպանություն գործել։ Շուտով իրավապահները զրուցեցին նաեւ Կոսարյանի ընկերուհու հետ։ Ի հայտ եկան դեպքի իրական մանրամասները։ Արտյոմ առավոտը ժամը 9-ին մտավ մեր հայր, թե վիճաբանություն եղավ, ասաց դե պետք է հիմա ոչ դու ապրես, ոչ էլ ես։ Հանեց ու դանակով որովայնից խփեց։ Հետո իրանա վնասել կրծքավանդակին, բայց մնացած վնասվածքները ես տեղյակ չեմ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, հայտնաբերվել եւ արգրավվել են հանցագործության գործիք դանակները։ Արտյոմ Կոսարյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, քննությունը շարունակվում է։ Ոստիկանության հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի համաձայն հունիսի 5-ից 25-ը մայրաքաղաքի մարզային վարչությունների եւ նրանց ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացվեց հետախուզում 2015 օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը։ Արդյունքներն արդեն ամփոփվել են։ Հանցագործության բացահայտումը դեռ գործի կեսն է։ Գործն ամբողջանում է միայն այն ժամանակ, երբ բոլոր մեղավորները կանգնում են դատարանի առաջ ու ստանում պատիժը։ Հենց պատժի անխուսափելիության գաղափարն են կյանքի կոչում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախուզության բաժնի աշխատակիցները։ Հետախուզական աշխատանքները իրենց էությամբ բաժանվում են 3 խմբի՝ տեղական, միջպետական եւ միջազգային։ Տեղական հետախուզումը դա իրականացում է Հայաստանի Հանրապետության տարածքում, միջպետական եւ միջազգային հետախուզումները դա էության նույն հետախուզումն է, միջպետականը ուղղակի անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում։ Հետախուզում 2015 օպերատիվ կանխարգելիչ միջոցառումն իրականացվում էր տեղական ու միջպետական մակարդակների շրջանակներում, թեպետ սա չի նշանակում, թե միջազգային շրջանակն անտեսված էր։ Այս ընթացքում նույն ակտիվությամբ գործում էր նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից կազմված խումբը Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Երևան տեղափոխեց 2009 թվականից ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվող Մարիուս Լուպուին։ Նրա հայտնաբերման մասին Մադրիդից հաղորդումը ստացվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերին։ Հայաստան էքստրադիցիայի ենթարկվելու համար նրան կալանավորել էր Իսպանիայի քրեական պալատի 3-րդ վարչությունը։ Հիշեցնենք, որ Ռումինիայի քաղաքացի Մարիոս Լուպուն 2008 թվականին կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ, դրանում ընդգրկելով Ռումինիայի քաղաքացիների։ Օգոստոսին խումբը ժամանել էր Հայաստան եւ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել հափշտակություններ։ Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել մեր հանրապետության տարածքը։ 2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Նույն թվականի ապրիլին հանցավոր խմբի անդամ Ադի Բլագան հայտնաբերվել էր Շտուտգարտի օդանավակայանում, ձերբակալվել եւ 2011 թվականի հունվարին տեղափոխվել Հայաստան։ Դատարանի վճռով ազատազրկված անձը մեկուսացվում է հասարակությունից, զրկվում որոշ իրավունքներից, այդ թվում ընտրելու եւ ընտրվելու, ազատ տեղաշարժման եւ այլն։ Պատժաժամկետը մարելուց, այսինքն մեղքը քավելուց հետո վերականգնվում են նրա բոլոր իրավունքները։ Պատկերը շատ ավելի մռայլ է հետախուզման մեջ գտնվողի դեպքում։ Մարդն ինքն է իրեն զրկում բոլոր իրավունքներից, ապրում անվերջ կաշկանդված եւ նույնիսկ զրկում իրեն հույսից, որ մի օր, երբ ամենայն անկեղծությամբ ու հավատով ապաշխարի, կվերագտնի իր իրավունքները։ Ինքնամեկուսացմանը հետևում են ֆոբիաները, վախերը, վախ ամեն մի համազգեստից, վախ ամեն մեքենայի արգելակումից, վախ հեռախոսի ու դռան զանգերից, վախ սեփական ստվերից։ Կաշկանդումներից ու վախերից չի փրկում նաև հանրապետությունից հեռանալը։ Այս ինքնական աքսորի ընթացքում էլ նույն վախերն են, նույն իրավազուրկ վիճակը, որովհետև աշխարհում գրեթե չկա մի երկիր, որի իրավապահների հետ Ինտերպոլի կամ երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի միջոցով համագործակցելու հնարավորություն չունենա Հայաստանի ոստիկանությունը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից ակտիվ միջազգային փոխհամագործակցություն է իրականացվում Ինտերպոլի անդամ երկրների բոլոր ազգային կենտրոնական բյուրոների հետ, որոնց թիվը կազմում է 190 անդամ երկիր, աշխարհում գոյություն ունեցող երկրների ճնշող մեծամասնության հետ։ Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այդ անդամ երկրները, որոնց հետ դեռևս համագործակցություն չի իրականացվել, կարիքն առաջանալու դեպքում փոխհամագործակցությունը կատարվում է միանգամայն արագ եւ արդյունավետ։ Մեկ այլ օրինակ, որ տրամաբանական ավարտին հասավ Ինտերպոլի խողովակներն օգտագործելու շնորհիվ։ Մեր քաղաքացիներից եւս մեկին վերջերս հնարավորություն տրվեց խուսափելու վախերից ու կաշկանդումներից։ Հունիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները Ֆրանկֆուրտ, Կիև, Երևան չվերթով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան տեղափոխեցին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 1966 թվականին ծնված Ռոբերտ Խուդոյանին։ Խուդոյանը 2011 թվականի օգոստոսի 12-ից ոստիկանության արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի խարդախություն եւ 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Վերադառնանք հետախուզում 2015 օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը։ Տարին 2 անգամ անցկացնում ենք հետախուզում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի ընթացքում հատկապես ակտիվանում է տարբեր ծառայությունների միջև փոխհամագործակցությունը։ Առանձին դեպքերում տարածքային ստորաբաժանումներից ստացվում են տեղեկատվություններ, որոնք քրեական հետախուզության գլխավոր վարչությունում իմի են բերվում, վերլուծվում են, որի հիման վրա անցկացվում է համապատասխան միջոցառում, որն էլ տալիս է դրական արդյունքը։ Հունիսի 5-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվեցին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ, իրականացվեցին բազմածավալ ստուգումներ նրանց գտնվելու հավանական վայրերում, կազմակերպվեցին համատեղ միջոցառումներ քրեական հետախուզության եւ ոստիկանության այլ ծառայությունների մասնակցությամբ, իրականացվեց փոխհամագործակցություն ԱՊՀ անդամ երկրների իրավապահ մարմինների հետ։ Արդյունքում Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող 117 անձ, որոնցից 6-ը անհայտ կորած էին, իսկ 7-ը հետախուզվում էին այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից։
Ոստիկանության հրազդանի բաժնի քրեական հետախույզների եւ անձնագրային բաժանմունքի համատեղ միջոցառումների շնորհիվ օրերս բերման է ենթարկվել 1963 թվականին ծնված Դավիթ Հայրապետյանը։ Նա 2013 թվականից հետախուզվում էր Լեհաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հեղինակային իրավունքների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Շատ ավելի արդյունավետ է ստացվում ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցությունը։ Այստեղ գործում են ոչ միայն ավանդական կապերը, այլև ստեղծված են միջպետական հանձնաժողովներ, գործում է նախարարների խորհուրդը, պարբերաբար անցկացվում են համատեղ միջոցառումներ։ Հենց արդյունավետ համագործակցության շնորհիվ հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բերվեց արդարադատությունից խուսափած հերթական անձը։ Դեպքն անցյալ տարի էր եղել օգոստոսի 26-ի գիշերը։ Արտաշատի Մարքսի փողոցում թիկունքից 9 մմ դրամաչափի անայ տեսակի երազենից 8 անգամ կրակել էին տեղի բնակիչներից մեկի ուղղությամբ վիրավորել նրան։ Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց Արտաշատի հիվանդանոցից։ Կրծքավանդակի, որովայնի եւ ոտքերի հրազենային վնասվածքներով մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել, հայտնել էր հերթապահ քույրը։ Օպերատիվ խմբի մի մասը բժշկական կենտրոն, մյուսները Մարքսի փողոց էին շտապել։ Քաղաքացին անգիտակից վիճակում էր, վիրահատում էին։ Բժիշկներին հաջողվեց փրկել տուժողի կյանքը, բայց նա, ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ վստահեցնում էր, որ ոչինչ չի տեսել, ոչ ոքի չի կասկածում, թշնամիներ չունի։ Հայատը նստած խոսում ենք, կրակոց լսվեց, զգացի ինձ փախան, արդեն ուշքս գնաց, էլ ոչ մի բան չեմ հիշում, թե չէ ոչ տեսել եմ ով կրակը, ոչ բան։ Եվ այնուամենայնիվ կար մեկը, որին ոստիկանները կասկածում էին։ Տուժողի որդին նախկինում վեճի ժամանակ պաշտպանել էր հորը, դանակահարել Արտաշատի բնակիչ Խորեն Հովհաննիսյանին, կալանավորվել, ինչից հետո տուժողի եւ Հովհաննիսյանի ջրերը այսպես ասած մի առվով չէին հոսում։ Բայց սա ընդհանրապես վարկած էր, հարկավոր էր դեպքին ականատես վկաներ հայտնաբերել։ Եվ քրեական հետախույզները Մարքսի փողոցում սկսեցին հարցումներ անցկացնել, աշխատանքն ապարդյուն չանցավ։ Դեպքի վայրում կար ականատես վկա, որը ցուցմունք էր տվել, որ հնարավոր է հանցագործությունը կատարած լինի Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ Խորեն Հովհաննիսյանը, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի եւ նրան այդպես էլ հայտնաբերել չհաջողվեց։ Նա էր, ում ոստիկանները կասկածում էին։ 2014 թվականի օգոստոսի 29-ին Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ամիսներ անց նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Օսեթիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքի Լարսի սահմանային անցակետը կեղծ փաստաթղթերով հատելիս Հովհաննիսյանը տեղի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։ Սույն թվականի հունիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հովհաննիսյանին Ռոստով-Երևան չվերթով տեղափոխել են Հայաստան։ Խորեն Հովհաննիսյանը կալանավորված է։ Բոլոր հետախուզվողները չէ, որ լքում են հանրապետությունը։ Դարձյալ վերջերս ոստիկանության կոտայքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Աբովյանի 3-րդ միկրոշրջանից հայտնաբերել եւ ոստիկանության կոտայքի բաժին բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 1961 թվականին ծնված Կարապետ Ամյանին։ Ամյանը 2015 թվականի մայիսի 19-ից ոստիկանության կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը։ Կարապետ Ամյանը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արդյունավետ էր նաև հետախուզում 2015 օպերատիվ կանխարգելիչ միջոցառման վերջին օրը։ Հունիսի 25-ին հետախուզում 2015 միջոցառման շրջանակներում ոստիկանության կոտայքի բաժնի քրեական հետախուզության եւ անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս Աբովյան քաղաքի Նայիրյան փողոցում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 1989 թվականին ծնված Գևորգ Մկրտումյանին։ Նա հետախուզման մեջ էր քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ գողություն, խափանման միջոցը կալանք։ Այս տարի դեռ մեկ անգամ էլ կանցկացնենք հետախուզում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, սակայն հետախուզական աշխատանքները չեն սահմանափակվում համալիր միջոցառումներով, նրանք տարվում են ամեն օր եւ ամեն ժամ։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։